փաստ է, որ այստեղ հարված դեպի հոգևորական վերնադասին հարված է ամբողջական եկեղեցուն, հարված է վեհապար հայրապետին, հարված է եկեղեցուն։ Վեհապար հայրապետ չեն կարող ընտրել իրենց քաղաքական կուսակցության ձայների կողմից։ Երբ որ իրենք էին նշում, որ պատարագը, աստվածապաշտական տարարողակարգը ուղղակի շոու ծրագրեր են։ Այս դեպքում ինչպես դարձավ, որ պատարագը իրենց համար դարձել է շատ կարևոր իրադարձություն։ Երբեմն Փաշինյան եւ պարակտել բառը գծիկով եմ գրում ինձ համար, որովհետեւ դա ինձ համար մեկ պարզ բառ է։ Փաշինյան եւ պարտություն բառը գծիկով եմ գրում, որովհետեւ դա ինձ համար մեկ պարզ բառ է։ Իզուր չէ, որ Սամվել Կարապետյանը այս խմբակին կոչել է փոքրիկ խմբակ, որովհետեւ իրենց փոքրությունը իրենց քայլերի մեջ է, իրենց հեռատեսության մեջ է, իրենց փոքրությունը իրենց գործելավոճի մեջ է։ Արդյոք Փաշինյանը սպասարկում է թուրք-ադրբեջանական օրակարգը եւ ոչ թե պաշտպանում է հայ առաքելական եկեղեցու հետևորդներին եւ ընդհանրապես հայ առաքելական եկեղեցին։ Փաշինյանը ինչ-որ մի օր կզարթնի եւ կհայտարարի, որ ինքը ցանկանում է մեկ այլ աթոռ ստեղծել իր կողմից, որովհետեւ չկարողացավ հաղթել վեհապար հայրապետին։ Դա նրա համար մեծ պարտություն է։ Այսօրվա խնդիրը ես համեմատում եմ Շեքսպիրյան Համլետի լինել թե չլինելն։ Լինել թե չլինել, որն է հոգեպես ավելի ազնիվ։ Պետք է քաղաքական հայտարարություն անել, թե գալ քաղաքացու մասին մտածել։ Որովհետև Փաշինյանը այսօր մտածում է իր աթոռը պահելու մասին, իսկ Սամվել Կարապետյանը մտածում է քաղաքացու մասին։ Վերջի մեր հանդիպման ժամանակ մարդկանց առաջի հարցը եղել է հետևյալը. խնդրում եմ միայն փոխեք, հետո նոր մենք վստահ ենք դուք կանեք, որովհետև դուք ունեք այդ պոտենցիալը։ Սամվել Կարապետյանն ունի այն պոտենցիալը ղեկավարելու այս շարժումը, որ այս շարժումն է նա մեծագույն հաղթանակ։ Armenia Today խոսում ենք գլխավորի մասին հաղորդաշարի թողարկումն է, իմ հյուրն է մեր ձևով շարժման անդամ Շիրազ Մանուկյանցը, Շիրազ, շնորհակալ եմ հրավերը ընդունելու համար։ Ձեզ շնորհակալ։ Անդրադառնանք մի շարք ներհայաստանյան իրադարձային օրակարգային հարցերի, նախ հայ առաքելական եկեղեցու շուրջ կատարվողին, իշխանությունը իդեմս Նիկոլ Փաշինյանի շարունակում է իր արշավը եւ շարունակում է պնդել, որ Գարեգին II-ը չի կարող լինել հայ առաքելական եկեղեցու հովապետը կաթողիկոսը, իր փաստարկներն է ներկայացնում եւ գրեթե ամենօրյա ռեժիմով կամ գրառումներ, կամ հայտարարություններ, կամ ենթադրենք ճեպազրույցների ժամանակ անդրադարձ այս թեմային։ Մի խոսքով այս ամենը շարունակաբար կարծես չի դադարում, դադար չենք տեսնում։ Զուգահեռաբար նաև եւս մեկ սրբազան կալանավորվեց, եւս մի թեմա այսպես իմի բերվեց, այդ սրբազանի շուրջ աղմուկը արդեն մի քանի ամիս է, սակայն այդ հայտնի, այսպես ասած, տեսանյութի, որը հրապարակվեց անհայտ, որոշակիորեն անհասկանալի համենայն դեպս հարթակներում եւ տարածվեց, հետագայում նաեւ դարձավ քննարկման առարկա, քննչական գործողություններ սկսվեցին այս ամենի շուրջ, բայց իր բերման ենթարկումը, ձերբակալումը եւ հետագայում նաեւ դատարանի որոշմամբ կալանավորումը մեկ այլ թեմա էր։ Ինչ ենք հասկանում այս ամենի տակ։ Այն, որ Փաշինյանը այսօր շարունակում է իր հակաեկեղեցական արշավը, դա փաստ է։ Դուք մեկը մյուսի հետ եք կապում, այսինքն սրբազանների կալանավորումը, հակաեկեղեցական արշավը ամբողջությամբ սրբազանների ձերբակալումն է, արշավ դեպի վեհապար հայրապետ, արշավ դեմ լինելով եկեղեցուն, եկեղեցական գործունեությանը, այն որ մեզ համար գաղտնիք չէ, Փաշինյանը սկսել է արշավ հերոսի ինստիտուտի դիմաց դեմ, արշավ սկսել է ընտանիքի ինստիտուտի դեմ եւ միակ այն հիշողություն պահպանող ինստիտուտը, որ կարող է այսօր լինել եւ շարունակում է իր արմատներին հավատարիմ մնալ, դա հայ առաքելական եկեղեցին է։ Եվ դրանում հստակ փաստ է, որ այսօր հայ առաքելական եկեղեցին
չի սակարկում եւ չի, այսպես ասած, փոփոխում իր սկզբունքները, չի փոփոխում իր հայտարարությունները։ Դեմ է Փաշինյանական քարոզչությանը, դեմ է փաստացի։ Այստեղ մի նկատառում համենայն դեպս իշխանավորները, նաև Նիկոլ Փաշինյանը իրանք չեն նշում, որ իրենց արշավը հայ առաքելական եկեղեցու դեմ է։ Իրենք նշում են, որ հայ առաքելական եկեղեցին մաքրազերծելու նպատակով է այս ամենը։ Այն, որ վեհապար հայրապետը, այն, որ հոգևոր վերնադասը, ժողովուրդը, եկեղեցին մեկ մարմին են եւ հասարակությունը հենց այդպես է ընկալում, փաստ է, որ այստեղ հարված դեպի հոգևորական վերնադասին հարված է ամբողջական եկեղեցուն, հարված է վեհապար հայրապետին, հարված է եկեղեցուն։ Եվ այստեղ որևիցե այլ խոսույթ չի կարող լինել։ Եթե իրենք ցանկանում են, իրենց խոսույթով ստեղծում են այնպիսի քարոզություն, որ իրենց մեկ այլ անձ է պետք, հետեւյալը կարող եմ ասել, որ վեհապար հայրապետ չեն կարող ընտրել իրենց քաղաքական կուսակցության ձայների կողմից, չեն կարող ընտրել իրենց քաղաքական հրահանգիչների կողմից։ Եթե նույնիսկ Փաշինյանի քաղաքական հայրերը ցանկանում են, որ վեհապար հայրապետը հեռանա, այս դեպքում պիտի ընկալենք, որ ժողովուրդը ինքը չի ցանկանում եւ որոշակիորեն իր հայտարարություններով եւ դրսեւորումներով ցույց է տալիս, որ վեհապար հայրապետի կողքին է։ Այս դեպքում տեսանք մի քանի օր առաջ արդեն, որ դիմավորեցին վեհապար հայրապետին եւ ամբողջ խնդիրը հետեւյալն է, որ եթե նույնիսկ իրենք ինչ որ մի կերպ ցանկանան հակահաթոռ ստեղծել, դա չի նշանակելու, որ կա եկեղեցու նոր կողմից առաջնորդ։ Դա նշանակելու է, որ այս մարդը ընտրվեց հենց Փաշինյանի կողմից եւ նա ուղղակի քաղաքական հրահանգներ կատարող է եւ ոչ թե վեհապար հայրապետ։ Ամբողջ խնդիրը հետեւյալն է։ Այս պարագայում Շիրազ հասկացանք, բայց սկզբնամասը, երբ որ Փաշինյանը սկսեց գնալ Հովանավանք, այդ հայտնի պատմությունը սկսվեց, այդ թվում նաև Մայրաթորի կողք կանգնած մարդիկ նշում էին, որ փորձ է արվում, կարծես թե փորձ է արվում Հովանավանքը հակադրել Մայրաթորին։ Դե այնտեղ այսպես ասած, եթե խորանանք իրավական ոլորտ, դե պարզ է այդ եկեղեցին եւ այդ տարածք ամբողջովին եկեղեցապատկան տարածք է եւ որևէ մի գործողություն այնտեղ կարծես իդեմ եւ ոտնահարում է Մայրաթորի հայ առաքելական եկեղեցու իրավունքները, սակայն Աթոռը այս պարագայում չունի լծակներ ազդելու, եթե ենթադրենք Հովանավանքում պատարակ է մատուցում կարգալույծ անձնավորություն, այս պարագայում նախկին քահանան ըստ Մայրաթորի, ապա ինչպես իրեն այդտեղից վտարել, ինչ գործիքներ ունի Մայրաթորը, չենք հասկանում։ Սա մեկ հարց եւ երկրորդը Հովանավանքից հետո սկսվեց արդեն Նիկոլ Փաշինյանի, այսպես ասած, կիրակնօրյա շրջագայությունները այլ եկեղեցիներ, թե Արագածոտնի մարզ, թե Շիրակի մարզ, չթվարկեն բոլորը։ Փորձեմ հետեւյալ կերպ պատասխանել ձեր հարցին։ Այն, որ այսօր Սամվել Կարապետյանը փակի տակ է եւ դրա համար մեկ պատճառը պաշտպանել եւ պայքարել եկեղեցու համար, դա փաստ է։ Ունենալ ամուր եկեղեցի դա նշանակում է ունենալ ամուր պետություն։ Փաշինյանը ինքը շատ լավ է հասկանում, որ այսօր պետության ամրությունը ամբողջացվում է հենց եկեղեցու ամրության մեջ։ Եթե այսօր փորձում է Փաշինյանը ամեն կիրակի գնալ եւ ներկայանալ ինչ որ մարզային այլ եկեղեցիներում, փորձում է իր պատարակը իրականացնել այնտեղ, ուզում եմ մեկ հարց տալ նույնիսկ հենց իրենց։ Նույնիսկ այն ժամանակ, Կիրանցի դեպքերի ժամանակ, երբ որ իրենք էին նշում, որ պատարակը աստվածապաշտական է, տարարողակարգը ուղակի շոու ծրագրեր են։ Այս դեպքում ինչպես դարձավ, որ պատարակը իրենց համար դարձել է շատ կարևոր իրադարձություն։ Փաստ է եւ հստակ է արձանագրված, որ այս ամենը քաղաքական իրենց հայտարարությունները ուղղակիորեն լեգիտիմացնելու մի փոքրիկ ձև է, որ իրենք հայտնում են իրենց կարգավիճակը, որ իրենք ինքնահռչակը չեն, որ իրենք միայն իրենց մեջ ընդունված չեն, որ կարող են այստեղ էլ հանդես գալ, բայց մի քանի օր առաջ, անգամ նույնիսկ երբ որ հայտնի ձևով գնացին Գյումրի, այդպես մեծ տոնակատարությամբ, այնտեղ հարցազրույցներ տվեցին, կարող եմ ասել, որ Գյումրու
ժողովուրդը, այնտեղ ապրող բնակիչները հստակ ձևակերպեցին, թե ով է Նիկոլ Փաշինյանը, ով է փոքրիկ խմբակը։ Ամեն դեպքում այս շրջագայությունները ես ինչին եմ տանում, այս շրջագայություններով Նիկոլ Փաշինյանը ցույց է տալիս, որ խոսքը ոչ միայն հովանավանքի մասին է, տեսեք, տարբեր եկեղեցիներ, այդ թվում նաև ամբողջական թեմեր, ընդունում են իրեն, ընդունում են իր, այսպես ասած, եթե այսպես ձևակերպենք, դուք դա շոու եք անվանում, ինքը ասում է, որ չէ, Մայրաթորը մաքրազերծելու իր խոսքով, ըստ մենք այդպես ենք հասկանում, ապօրինի կաթողիկոսից։ Եթե իրենք այդպես են ներկայացնում, մենք փորձում ենք հասկանալ, ենթադրենք հասարակ մեր հետևորդը փորձում է հասկանալ, ինչ է տեղի ունենում։ Հետևորդը մեր քաղաքացին, համերկրացին տեսնում է, որ տարբեր կետերում իրեն ընդունում են, շարունակաբար այդ process-ը գնում է եւ հովանավանքով չի սահմանափակվում։ Այն, որ Փաշինյանը փորձել է 2020 Եվ եկեղեցու ներեցեք, եկեղեցու ներսում էլ կան մարդիկ, որոնք որ գուցե եւ կիսում են իր, այսպես ասած, թեզերը։ Փոքրինչ ձևակերպեմ այսպես։ 20 թվականից այս կողմ Փաշինյանի առաջնահերթությունը, այսպես ասած, եղել է պառակտելը։ Ժողովրդին պառակտելը։ Այն, որ այսօր տեսնում է իր դիմաց համար մեկ թշնամի, դա եկեղեցին է։ Իր եւ թշնամի պետության առաջնորդի համար մեկ թշնամի այսօր հայ առաքելական եկեղեցին է։ Այն, որ փորձում է այսօր պառակտել հայ առաքելական եկեղեցին, դա փաստ է։ Ինձ համար մեկ բանաձև կա, փոքրիկ թեորեմ։ Երբ որ ես փոքրինչ պատրաստում եմ հարցազրույցներին, երբեմն Փաշինյան եւ պառակտել բառը գծիկով եմ գրում ինձ համար, որովհետեւ դա ինձ համար մեկ պարզ բառ է։ Փաշինյան եւ պարտություն բառը գծիկով եմ գրում, որովհետեւ դա ինձ համար մեկ պարզ բառ է։ Եվ հստակ է, որ եթե 3 պատերազմ բերած մարդը կրել է պարտություն եւ այսօր աշխարհին ինչքան էլ որ նա փորձում է խաղաղություն ասելով փորձել մեծամբիոներ, այսպես ասած, մեծամբիոնների մոտ գնամ, կարող եմ հստակ ասել, որ մարդիկ եւ բոլորը միջազգային հանրությունն էլ գիտի, որ նա պարտության մարմնացումն է։ Գիտի, որ նա այս նույն ինքը Փաշինյանը շատ լավ գիտի, որ հենց ինքը այս պայքարում նույն ձև ունենել է մեծ պարտություն։ Ուղղակի այդ process-ը, որպեսզի կարողանա երկարաձգել, որ իր պարտությունը իրեն մոտ չլինի։ Կարող եմ ասել հետեւյալը, որ քանի մարզ է մնացել իր համար, որ կարող է պատտվել եւ ասել, որ ինքը ինքնահռչակ չէ։ Եվ կարող եմ ասել հետեւյալը, որ իզուր չէ, որ Սամվել Կարապետյանը այս խմբակին կոչել է փոքրիկ խմբակ, որովհետեւ իրենց փոքրությունը իրենց քայլերի մեջ է, իրենց հեռատեսության մեջ է, իրենց փոքրությունը իրենց գործելավոճի մեջ է։ Եվ այդ փոքրիկ գործելավոճով միայն կարող ես պարտություններ արձանագրել, որովհետև մեծ մարդկանց է վայել արձանագրել լավագույն հաղթանակներ։ Իսկ հայ առաքելական եկեղեցու դեմ սկսված արշավը դա իմ կարծիքով Փաշինյանի եւ մեր հարևան, մեր թշնամի հարևան առաջնորդի ձևավորված եւ գաղափարական ճյուղավորված արշավի մի ամբողջական մասն է։ Հիմա այս ճնշումը Գարեգին երկրորդի նկատմամբ ըստ երևույթի գնալով ավելի շատանում է եւ շարունակաբար է դա գնում։ Կրկնվում եմ, ինչպես եւ սկզբում մեր զրույցի ասացի, դադար չկա։ Հիմա մեր համերկրացին ինչ է տեսնում։ Տեսավ Հովանավանքում մեկ կարգալույց քահանայի պատարակ, որին 1-2 անգամ մասնակցեց Փաշինյանը եւ այդ թվում նաեւ այլ պաշտոնյաներ, եւ դրանից հետո գնալով այլ եկեղեցականներ, այլ հոգեվորականներ նույնպես հայտնվում են Փաշինյանի կողքին։ Այն, որ կարող եմ ասել, ԿՊԱ-ական մեկ ներկայացուցիչ էր, որը Factor TV եթերում նշել է, որ ԿԳԲ-ն պիտի զբաղվի եկեղեցու դեմ որոշակի գործունեությունով։ Կարող եմ բառացի չկարողանամ ցիտել, բայց հստակ է, որ ինքը շարունակելու է այս process-ը ներկայանալ մարզերում, ներկայանալ ինչ-որ եկեղեցիներում։ Ուր է դա տանում այս դեպքում։ Այս process-ը տանում է նրան, որ նա փորձում է, այսպես ասած, իր ընդունված լինելը, իր քաղաքական հայդետի նույնիսկ իր այս պայքարի դաշնակցին, ով մեր Ադրբեջանի հանրապետության առաջնորդն է, հստակ ներկայացնել, տես, որ ես այստեղ մեծ հաջողություն ունեմ, որ ես դեռևս չեմ հրաժարվել մեր պայմանավորվածությունից։ Այս մեսիջը ամբողջական պարզ է, որ կա մի պարզ
նախաձեռնություն, որտեղ ես օգնական եմ քեզ։ Եթե Փաշազադեն կարող է այստեղ հստակ հայտարարություններ տալ եւ դրա հաջորդիվ մի քանի օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետի հաթոռին նստած ազնվորությունը կարող է դա որոշակիորեն բարեր փոխել եւ նույն բովանդակությունը կրկնել, այստեղ ես տեսնում եմ, որ մեկ օրակարգով շարժվող մարդ կա, ում քաղաքական հայրերը այստեղ չեն գտնվում։ Նա փորձում է ինձ համար իմ པարս վերլուծությամբ հրաման կատարել, ասելով, որ ես դեռևս հավատարիմ եմ ձեզ, բայց այստեղ արդյոք Փաշինյանը սպասարկում է թուրք-ադրբեջանական օրակարգը եւ ոչ թե պաշտպանում է հայ առաքելական եկեղեցու հետևորդներին եւ ընդհանրապես հայ առաքելական եկեղեցին։ Իր նպատակը պարակտելն է մաքսիմալ կերպով, բայց հայ առաքելական եկեղեցին այն կառույցը չէ, որ կարողանա ընդամենը մի քանի քաղաքական ակցիաներով փորձել պարակտել եւ ունենալ մեծ հաջողություն։ Կրկնվում եմ, այս գործընթացը շարունակաբար գնում է առաջ։ Հանգրվանը որն է, այսինքն մենք ինչ հանգրվան մոտարապես սցենարի կարող ունենալ։ Գարեգին երկրորդը ես ճիշտ ասած չեմ հասկանում, թե ինչպես կարող է հրաժարվել։ Կաթողիկոս լինելուց այդ նրբություններին չեմ տիրապետում, բայց չեմ հասկանում, չեմ տեսնում դա։ Բայց այս ճնշումը եթե շարունակվի, գուցե եւ այդ հանգրվանը լինի, եթե ոչ, ապա որը։ Եթե անգամ նույնիսկ մենք կարողանանք տեսնել, որ Փաշինյանը ինչ-որ մի օր կզարթնի եւ կհայտարարի, որ ինքը ցանկանում է մեկ այլ աթոռ ստեղծել իր կողմից, որովհետեւ չկարողացավ հաղթել վեհապար հայրապետին։ Դա նրա համար մեծ պարտություն է։ Այն, որ նա կփորձի այդ կերպ իր քաղաքական կուսակցությունով հանդերձ ներկայանալ, ասել, որ սա իրական հոգեվորական է, իր կողմից առաջադրված տեխնացու է, ենթադրենք եպիսկոպոսներից մեկը, համարենք ով կցանկանա, թող լինի ինչ որ մեկը։ Այն որ այդ մարդը, տվյալ մարդը կասոցացվի իր հետ եւ կարծում եմ նույն գնահատականին կստանա ժողովրդի կողմից։ Եվ դրանում կասկած չկա, որ այս process-ը միայն մեծ պարտություն է ունենալու հենց մեկը Փաշինյանի կողմից։ Փաշինյանը մեծ պարտություն է արձանագրելու միայն իր կողմից։ Եվ այսպիսի արշավը չեմ կարող արձանագրել, որ ամենավերջին կետում, երբ որ իր համար նույնիսկ ինչ որ մի կարմիր գիծ կա, այդտեղ այդ արշավը կպսակվի հաջողությամբ։ Չի երևում այդ հաջողությունը։ Դրա համար իմ կարծիքով նա այս process-ը միջև վերջ երկարաձգելու է։ Դուք ինչի վրա եք հիմնվում, դուք մարզային այցեր եք կատարում, խոսում եք, զրուցում եք մեր համերկրացիների հետ, ուզում եմ հասկանամ, իրենց կարծիքն եք լսում այս ամենի վերաբերյալ, ինչն է հիմքում ձեր այս վստահության։ Տեսեք, երբ որ մենք ամեն շաբաթ գնում ենք մարզեր եւ հանդիպում ենք քաղաքացիների հետ, անկեղծ ասած ես մի փոքր ապշած եմ, երբ որ մեր գյուղերում ապրող բնակիչները կարողանում են արդեն որոշակիորեն քաղաքական կարծիք հայտնել, թե ինչ են մտածում այս process-ի վերաբերյալ։ Մարդիկ, ովքեր բողոքում են աշխատատեղերից, բայց իրենց չի հետաքրքրում Փաշինյանի հակաեկեղեցական արշավը։ Մարդիկ, ովքեր աշխատանքի շատ լուրջ խնդիր ունեն, ասում են, որ միջև առայսօր վարկերի մեջ թաղված են, բայց այդ process-ում թե Փաշինյանն ինչպես է ցանկանում արշավ սկսել եկեղեցու դեմ, թե ինչ է ցանկանում անել վեհապար հայրապետի դեմ, իրենց ընդհանրապես չի հետաքրքրում։ Այսինքն Փաշինյանը չունի այստեղ հանրային կոնսոլիդացիա։ Ամեն ինչ ուղղակի պատրվակ է։ Մեծ պատրվակ, որը հորինվում է իշխանական քարոզչությամբ միայն։ Եվ որքան ես ճիշտ եմ հասկանում, այդ տարբեր կետերում Հայաստանի պատարակներին մասնակցելու դուք դա պատրվակ եք, այսինքն այսպես շոու եք անվանում, ենթադրենք պատրանք ստեղծելու, ստեղծվում է պատրանք, որ կարծես կոնսոլիդացիա կա դրա շուրջ։ Այդպես եմ ճիշտ եմ հասկանում։ Փաշինյանը կատարում է իր քաղաքական հայրերի պատվերը, ասելով, որ ինքը դեռ չի հրաժարվել այն արշավից, որը սկսել է հայ առաքելական եկեղեցու դեմ։ Իսկ ինչ է մտածում ժողովուրդը իր մասին, կներեք, բայց Փաշինյանի ոտքերը կտրվել են հողից եւ նա ել չի կարողանում շփվել, ել չի կարողանում հաղորդակցվել
ժողովրդի հետ։ Եվ ինչ եք կարծում, այստեղ հանրային կոնսոլիդացիա ստեղծվելու է, երբ որ մարդը չի կարողանում դեռևս արդեն զգալ այն բնակիչների իմպուլսը, այն մտածողությունը, որը այսօր ձևակերպվում է ժողովրդի կողմից։ Մեր ձևով շարժումը, ես որորդ անգամ կրկնվում եմ, նախ անվանումը նույնիսկ գալիս է Սամվել Կարապետյանի հայտնի այդ կարճատև հարցազրույցից, որտեղ նա նշեց, որ մեր ձևով կմասնակցենք ըստ երևույթի եկեղեցու, հայ առաքելական եկեղեցու պաշտպանությանը, այդպես ենք հասկանում։ Հիմա ինչպես է դա դրսևորվում։ Մեր ձևով շարժման գործողությունները որոնք են, անելիքը հետագայում։ Հասկացա ձեզ։ Փորձեմ այսպես։ Երբ Փաշինյանը նույնիսկ որոշի, որ պիտի մեկնի Էջմիածին, հավատացած եղեք, մենք չենք նստելու էկրաններից այն կողմ եւ պոպկորն ուտելով այդ process-ին հետևել։ Մեր կողմից ամեն ինչ կերևա։ Մենք ասել ենք, որ եկեղեցու կողքին ենք։ Սամվել Կարապետյանը հստակ ձևակերպել է, որ եկեղեցու կողքին է։ Հստակ է ձևակերպել, որ փոքրիկ խմբակը պիտի հեռանա, որովհետև այսօր այս process-ը լարված է։ Այն, որ իրենց գործողությունները ինչքան որ սրվեն, այնքան մեր պայքարը կարող է ավելի մեծ դառնալ։ Որովհետև այս process-ը ես նմանեցնում եմ մի փոքրիկ ադամանդի, որին շատ հարվածելիս ավելի ուժեղ է փայլում։ Ես ճիշտ եմ հասկանում։ Հաղթանակը մեր կողմից լինելու է, որովհետև մենք պատրաստ կերպով հաջորդաբար քայլերով գնալու ենք, որպիսի ընտրությանը ավելի մոտեցնենք այն պարտությունը, այն պարտության համիզգացումը, որը կարող է այդ օրերին զգալ Նիկոլ Փաշինյանը։ Առարկայորեն դա ինչպես պետք է երևա, մենք ինչպես կարող ենք դա տեսնել, այսինքն դուք ինչ եք անում, դուք զրուցում եք, բացատրում եք, գուցեև ամբողջ պատկերն եք ներկայացնում մեր համերկրացիներին թե Երևանում, թե մարզերում, այդպես ճիշտ եմ հասկանում, աշխատում եք մեր համերկրացիների հետ։ Աշխատանք ենք կատարում, մեջ բացատրական աշխատանք ենք կատարում, երբ որ մենք այցելում ենք մարզեր։ Որտեվ այլ գործիքներ ես չեմ տեսնում, այսինքն եկեղեցին պաշտպանելու, եթե այդպես է դա ձևակերպում, այլ գործիքը ո՞րն է, բացի այս այն որ մեր ձևով շարժումը մասնակցելու ընտրություններին, դա Սամվել Կարապետյանի այս հենց ամենաառաջի հայտարարությունից սկսած եղել է, որ մեր շարժումը ունենալու է մեծ հաղթանակ։ Այն, որ մենք շարունակում ենք գնալ մարզեր, բոլոր մարզերում զրուցել քաղաքացիների հետ, հասկանալ նրանց խնդիրները եւ խնդիրներին առաջարկել լուծումներ, որոնք իրական հողի վրա են։ Դա փաստ է։ Մեր նպատակը առաջնահերթ այսօրվա որոշակիորեն աշխատաշուկայի խթանումն է, որ մենք կարողանանք ստեղծել այնպիսի հարթակներ, այնպիսի վայրեր, որտեղ գյուղացին գոնե կապրի իր գյուղում։ Իսկ Փաշինյանը այսօր զբաղված է իր աթոռը պահելով, նկատի ունեմ այս իր հակաեկեղեցական արշավին հավատարիմ մնալով, մոռացել է գյուղացու մասին։ Իսկ ամբողջ process-ը ինչ է նշանակում։ Սամվել Կարապետյանը ում համար է գաղտնիք, որ միջև իր քաղաքական հայտ ներկայացնելը կամ իր այս շարժման հայտ ներկայացնելը եղել է ժողովրդի կողքին, արել է մեծ բարեգործություններ եւ շարունակում է ստեղծել այնպիսի աշխատատեղեր եւ շարունակում է ստեղծել այնպիսի օրակարգեր, որը ի վերջո կբերի մեծ լուծումներ այսօրվա ժողովրդի համար։ Մարզային այցեր ոչ միայն դուք եք կատարում, այսինքն այդ այսպես ձևակերպեմ, նախաքարոզչական աշխատանքը դրանով միայն դուք չեք զբաղված, այլ քաղաքական միավորներ կամ քաղաքական ուժեր կամ հավակնորդներ քաղաքական ուժ դառնալու իրականացնում են այս ժամանակահատվածում, նույնպես հանդիպում են մարզերում, թե Երևանում մեր համերկրացիների հետ, լսում են իրենց խնդիրները, գերակշիռ մասը պարզ է, որ սոցիալական բնույթի խնդիրներ են, լսում են, ներկայացնում են մոտավորապես լուծումներ, դա սովորական, դասական, այսպես ասած աշխատալաձև է յուրաքանչյուր երկրում ընտրություններից առաջ եւ այսպես կոպիտ ձևակերպեմ, խոստումներ են տալիս այդ մարդկանց, որ
կգա ընտրության օրը, ընտրեք մեզ, մենք մեր ծրագրերով, եթե իշխանություն կազմենք, մենք մեր ծրագրերը կիրականացնենք, այս մի խնդիրը այսպես կլուծվի, այս մի խնդիրը այսպես կլուծվի եւ այլն։ Հիմա բացի դրանից այս պարագայում մի այդ խնդիրների լուծմամբ հնարավոր է ձայն հավաքել, թե այլ նաև գործոններ էլ կան, որոնք որ այլ ծրագրային նաև, այսպես ասեմ, բաժիններ էլ կան, որոնք դուք ներկայացնում եք ձեր ապագա ընտրողին։ Ձևակերպեմ հետևյալը, որ մեզ շատ հարցեր են հնչում, որ ինչպես եք դա կարողանալու անել, մենք պատասխանում ենք հետևյալը։ Մեր բոլորիս կողմից ընդունված ազգային բարերար Սամվել Կարապետյանը մինչև այսել բացել է գործարաններ Հայաստանի Հանրապետությունում, մինչև այսել ստեղծել է աշխատատեղեր եւ չի դադարելու դա ավելի մեծ թափով անել։ Մեր լուսավորչակատ աշխատանքի հիմնական խնդիրը այն է, որ եթե Սամվել Կարապետյանը մինչև այս արել է մեծ աշխատանքներ եւ դուք ապրել եք լավ, գտնվելով, ապրելով ձեր գյուղում, ապա պատկերացրեք մի պահ, երբ որ Սամվել Կարապետյանը լինի իշխանություն։ Որովհետև այստեղ խնդիրը ոչ թե իշխանության մեծ ձգտումն է, ոչ թե ուղղակի աթոռի համար կռիվանելն է, այլ փոխարենը գտնել ժողովրդի հանգստությունը, որովհետև այսօրվա իշխանության օրակարգերից բխում է, որ այսօրվա ժողովուրդը արդեն մաքսիմալ կերպով պառակտված է եւ անհանգիստ, որովհետեւ մեզ դիմաց համենաթե մի քանի քաղաքացի մի փոքրիկ բան կարող եմ պատմել։ Մի վերջերս, երբ որ այցելել են Եղեգնաձորի մոտ գտնվող մեկ գյուղ, մի տղամարդ մոտեցավ, մոտ 40 տարեկան, եւ ինձ պատմում էր, որ ասում էր մենք Սամվել Կարապետյանի մասին շատ ենք լսել։ Գիտենք, որ նա Հայաստանում էլ ունի մեծ գործարաններ, ունի մեծ առևտրային ցանցեր, որտեղ բավականաչափ աշխատատեղեր կա։ Մենք հավատում ենք, որ մեր գյուղացիների խնդիրը աչքաթող չի անի, որովհետև մարդը հստակ իր աշխատանքով ապացուցել է, թե ինչպիսի նկարագիր պիտի ունենա հայրենասեր մարդը, ոչ թե միայն քաղաքական առաջարկներով հանդես գա։ Ամբողջ խնդիրը հետևյալն է։ Այսօրվա խնդիրը ես համեմատում եմ Շեքսպիրյան Համլետի լինել թե չլինելուն։ Լինել թե չլինել, որն է հոգեպես ավելի ազնիվ։ Պետք է քաղաքական հայտարարություն անել, թե գալ քաղաքացու մասին մտածել։ Որովհետև Փաշինյանը այսօր մտածում է իր աթոռը պահելու մասին, իսկ Սամվել Կարապետյանը մտածում է քաղաքացու մասին։ Մենք արդեն Շիրազ մոտենում ենք մեր զրույցի ավարտին։ Տեսեք, դուք նշում եք, որ հանդիպում եք մեր համերկրացիների հետ, թե Երևանում, թե մարզերում, եւ լսում եք հիմնականում սոցիալական խնդիրները։ Միաժամանակ դուք նշեցիք, որ շատերից լսում եք, ճիշտ եմ եթե հասկացել, լսում եք, որ ենթադրենք ներքաղաքական իրադրությունը մեր համերկրացիների ինչ որ մի մասին չի հետաքրքրում։ Այսինքն հայ առաքելական եկեղեցի Հայաստանի Հանրապետության գործող իշխանություն այս հակադրությունը մարդը զբաղված է իր սովորական առօրյան կենցաղը, իր ընտանեկան բյուջեն ինչ որ մի կերպ լրացնելով, այլ բան իրեն չի հետաքրքրում։ Այս պարագայում քաղաքական թեզերը, որոնք դուք բերում եք, բացի այն ինչ որ դուք առաջարկում եք, ենթադրենք տվյալ մարդկանց խնդիրները լուծելու ծրագրային ինչ որ մոդելներից, այս քաղաքական թեզերը կաշխատեն, թե ոչ։ Ի վերջո ընտրություններից առաջ քաղաքական ուժերը իրենց քաղաքական թեզերն են ներկայացնում։ Մի պարզ բան կա։ Այսօրվա քաղաքացուն չի հետաքրքրում, թե Փաշինյանը 17-6 թվականին կամ 12 թվականին, 13 թվականին ում է քննադատել։ Արդյոք այդ մարդը Բենթլի ուներ, թե չուներ։ Մարդկանց չի հետաքրքրում, թե ընդհանրապես որ հոգևորականն է այսօր իրեն ողջագուրվում, թե չի ողջագուրվում։ Մարդկանց ավելի շատ նաև հետաքրքրում է, թե իրենք ինչպես պիտի ապրեն։ Թե իրենց մասին մտածող որևիցե մեկ քաղաքական գործիչ կամ իրենց մասին անհանգստացող մարդ կա։ Հետևյալը Նիկոլը ինձ համար, Փաշինյանը ինձ համար այս դեպքում ուղղակի քաղաքական բարաթների սպառող է, որովհետև
Ես իրեն կարող եմ նույնիսկ նշել։ Չկա քո բարաթը, որովհետև դու ինքդ ես մոռացել։ Խոստումները, որը տրվեց 21-ին, չկա առ այսօր։ Խոստումները, որը տրվում է այս տարվա սկզբին, չկա առ այսօր։ Այսինքն այստեղ ուղղակի քաղաքական բառապաշարի սպառման process է։ Իսկ մեր նպատակը հստակ քաղաքացու առօրյա մասին, առօրյական փոփոխության մասին է։ Որովհետև Սամվել Կարապետյանն առաջարկում է մի ծրագիր, որտեղ ոչ միայն քաղաքական հայտարարություններ են, այլ առօրյական այսօր ինչ պիտի փոխվի քաղաքացու կյանքում։ Նույնիսկ անգամ փոքր-ինչ ապրանքների, գների մեջ, որովհետև հստակ այն հասարակ ապրող ընտանիքը ցանկություն է հայտնում իմանալ, թե այսօրվա ղեկավարությունը եւ եկող քաղաքական ուժը իր համար ինչ փոփոխություն է կատարելու։ Քաղաքական թե սոցիալական։ Քաղաքական թե ավելի շատ թե բոլորը գաղափարական նաև, գաղափարական, որովհետև այս ամենի հիմքը ամենակարևորը մեծ փոփոխությունն է, որը կբերի բոլորի համար մեծագույն հաղթանակ եւ հանգստություն։ Ձեր շրջագայությունների ժամանակ դուք տեսնում եք այդ ակնկալիքը կամ պատվերը մեծ փոփոխության։ Այո, որովհետև վերջի մեր հանդիպման ժամանակ մարդկանց առաջի հարցը եղել է հետեւյալը. խնդրում եմ միայն փոխեք, հետո նոր մենք վստահ ենք դուք կանեք, որովհետև դուք ունեք այդ պոտենցիալը։ Սամվել Կարապետյանն ունի այն պոտենցիալը ղեկավարելու այս շարժումը, որ այս շարժումն ունենա մեծագույն հաղթանակ, այն որ ինքը հաջողակ է դրանում փաստ է։ Շնորհակալ եմ Շիրազ մեր հրավերը ընդունելու համար։ Մեր հետևորդին եւս մեկ անգամ հիշեցնեմ, զրուցեցի մեր ձևով շարժման անդամ Շիրազ Մանուկյանցի հետ, սա խոսում ենք գլխավորի մասին հաղորդաշարի հերթական թողարկումն է, շարունակեք հետևել մեզ։